Դուք նշեցիք, որ ձեր որդին զոհվել է սեպտեմբերյան մարտերի ժամանակ, կխնդրեմ ներկայացնել նրա անունազգանունը, ինչ պայմաններում է զոհվել, որտեղ է ծնվել։ Ինչ ներկայացնեմ։ Ժորա Բորիկի Աղասյան, ծնվել է 1985 թվականին, 38 տարեկանում ինքը կապիտան էր։ Երբ է զոհվել։ Սեպտեմբերի 19-ին, այսվեջ կապիտան էր։ Զոհվել է 728-րդ դիրքում։ Ինչ ասեմ, տանկը դուրս է եկալ իրան դեմ խփալա, առաջ տանկը վարվել է, երկրորդ տանկը չի հասցրել, խփալա խրամատ են մահացու վիրավորանք հաստացա գլխից մահացավ։ Թողալ է երեքան չափած, երեքան կիրնել են սև շորեր հակած, միակ որդի սալել, միակ տղա սալել։ Իսկ այսօր պարբերաբար տեսնում ենք, որ ազգային ժողովի ամբիոնից ինչ հայտարարություններ են հնչում։ Նիկոլ Փաշինյանը ասում է, իհարկե ես կարող եի ավելի շուտ այդ փաստաթուղթը ստորագրել, բայց Նիկոլ Փաշինյանին հարց մի տուր։ Եթե երրաբուլուրս ես մեկ մանկյանք, ոչ մի ղեկավարի որդի կամ հարազատ տեղ ղեկավար չկա։ Բոլորը հենց քյասիբ քյուսիբ։ Թող մեկն ասեմ նախարարի տղա զոհվել։ Նիկոլի տղան զոհվել կամ վերջից մեկն չկա, տեսպան չկա։ Ինչ անենք։ Համակրում ենք մի կերպ յոլային գնում տարապանքով։ Իսկ այսօր նաև Շուշի ազատագրման օրն է 33 տարի անց։ Ինչ իրավիճակ ունենք առանց Արցախ։ Ես դա հեշտ մտաբերեմ չեմ, իրան ծնունդն այսօր, ծնված օրն այսօր։ Գնում ենք ծաղիկ դնենք, ինչ անեմ։ Որտեղ է զոհվել։ Սրխավենդի Մարտակերտի Են ոսկու հանքը որ կա է, վերջինը կաշեմ անասեմ։ Մանես մի քիչ ես կողմ 728-րդ դիպ։ Մեկ էլ ասալ մեզ սեպտեմբերի, այս մայիսի կեսերին կլինի, կեսն էլ դարձա մայիսի վերջը, դեն սպասում եք լի։ Իսկ մայիսի 9-ը ձեզ համար ինչ։ Ինչ մայիսի 9-ը ինչ ասեմ, ես էլ եմ կռվող, ես կռվող տղա եմ էլ հաղթանակ ալնք, բայց այդ հաղթանակը չենք կարողացել մեր ձերքին պահենք, ինչ ասեմ։ Ոնց եք նշում ձեր որդու ծնունդը ընդհանրապես։ Ասեսը հենց շատ վատ, սիրտը ստենդավորած, աշկս քոր, թոքա բորբոն տաղալ, մի կերպ դիմանım լի, երկու օրը մեկ գալիս են, լացինում, հանգստանում գնում, ինչ ասեմ։ Ձեր տղային, որ բանակ եք ուղարկում, ինչ խոսք ասեցիք, հա, ոնց եք։ Դե ինչ ասեմ։ Ինչ խոսքերով ճանապարհեցիք։ Ավչեր տղալ էլ, ասում ապապ լավ կլինի, դե լավ որնա, եթե լավ որնա է որ մահացավ զոհվեց։ Իսկ մայիսի 9-ին միջև նրա զոհվելը ոնց եք տանում, այ հիշում եք, օրինակ, Ադե, ինչ ասեմ։ Երրատոն էր, նաև ձեր որդու ծնունդն էր։ Ես միշտ իմ որդու ծնունդն եմ հիշում, նշում, ինձ համար ինչ երրատոն։